Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ես ուրախ եմ ողջունել ձեզ իմ աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանի YouTube-յան ալիքում, որտեղ դուք կգտնեք գերճշգրիտ կանխատեսումներ, ինչպես համաշխարհային իրադարձությունների զարգացման, այնպես էլ Հայաստանի ապագայի մասին։ Եվ իհարկե ալիքի էջերում առկա են կանխատեսումներ բոլոր կենդանակերպերի համար, ինչպես տարվա կտրվածքով, այնպես էլ ամսվա կտրվածքով։ Արդեն վաղուց առկա են հունիս ամսվա կանխատեսումները, ով չի դիտել անպայման դիտեք այդ գերհետաքրքիր եւ ամեն շաբաթ ավանդաբար ես ներկայացնում եմ գալիք շաբաթվա աստղացույց լուսնացույցը, լուսնի փոխհարաբերությունները այլ մոլորակների հետ եւ կենդանակերպերի համար կանխատեսումներ, այնպես որ դիտեք այս վիդեոն մինչեւ վերջ, որպեսզի մշտապես տեղեկացված լինեք այն մասին, թե ինչ է ձեզ սպասում մոտ ապագայում։ Սիրելի բարեկամներ, ինչպես գիտեք, ես մշտապես հալածանքների եմ ենթարկվում այս սատանայադավան ներապաշտ թերքահպատակ իշխանությունների կողմից եւ նրանց սպասարկող Facebook սատանայական սոցցանցի կողմից տակավին մնում եմ արգելափակված, ընդհանրապես զրկված եմ ազատ խոսքի հնարավորությունից, զրկված եմ եթեր դուրս գալու հնարավորությունից եւ առասարակ իմ բոլոր հրապարակումները, որտեղ ես քողազերծում եմ այս սատանայադավանների, այս հակաքրիստների գործունեությունը, ազգադավ, հայադավ, հակաքրիստոնեական գործունեությունը, բոլոր այդ հրապարակումները հեռացվում են Facebook սոցցանցի կողմից, ինչպես խախտելով ազատ խոսքի իրավունքը։ Այդ իսկ պատճառով, սիրելի բարեկամներ, հորդորում եմ ձեզ անպայման բաժանորդագրվել իմ YouTube-յան ալիքներին, աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանի հետ եւ Աստրոմագիայով Թալիսմաններ YouTube-յան ալիքին եւ նաեւ բաց Telegram-յան ալիքից, որի հղումը ես կներկայացնեմ այս վիդեոյի տակ նկարագրության մեջ։ Իսկ այժմ, սիրելի բարեկամներ, ներկայացնեմ, թե ինչ է մեզ սպասվում գալիք շաբաթվա ընթացքում, այսինքն հունիսի 9-ից 15-ը ընկած ժամանակահատվածում, սիրելիներս, եւ այսպես ինչ է մեզ սպասվում։ Ասեմ, որ գալիք շաբաթ բավականին բարդ շաբաթ է լինելու, բավականին նաեւ հարուստ է գալիք շաբաթ կարևոր աստղաբանական զարգացումներով եւ երևույթներով, որոնք մեծ ազդեցություն կունենան ապագայի վրա, այնպես որ գալիք շաբաթ ինչ որտեղ վճռաբեկ, վճռական շաբաթ է լինելու, շատ կարևոր է ճիշտ որոշումներ կայացնել գալիք շաբաթվա ընթացքում, որովհետեւ այն որոշումները, որոնք դուք կայացնեք այդ ժամանակահատվածում, այսինքն հունիսի երկրորդ շաբաթվա ընթացքում, իհարկե մեծապես կազդեն ողջ գալիք տարվա վրա, այսպես կարելի ասել։ Եվ ինչու ես այժմ ձեզ կներկայացնեմ։ Նախ գալիք շաբաթվա ընթացքում իր դիրքը փոխում է մեծ երջանկության մորակ Յուպիտերը։ Գալիք շաբաթվա ընթացքում նաև մենք կունենանք լիա լուսին, որը նույնպես շատ այսպես կարևոր եւ խորհրդանշական լուսին է լինելու, իր դիրքը կփոխի նաև Մերկուրի մոլորակը, սիրելի բարեկամներ, այնպես որ զինվեք համբերությամբ, այժմ ես ամեն բան մանրակրկտորեն ձեզ կներկայացնեմ։ Սիրելիներս, գալիք շաբաթը սկսվում է բավականին բարդ մորակային դիրքավորումը, առհասարակ գալիք շաբաթվա ընթացքում մորակային դիրքավորումները շատ բարդ են լինելու։ Հունիսի 9-ին Երևանի ժամանակով 9:56 րոպեին, սիրելի բարեկամներ, լուսինը լարված քառակուսի կկազմի նախաձեռնության ակտիվության մոլորակ Մարսի հետ, որը շարունակաբար գտնվում է առյուծ կենդանակերպում, 25 աստիճան առյուծում գտնվելու է Մարս եւ 25 աստիճան ցու կենդանակերպում, կներեք, կարիճ կենդանակերպում գտնվում է Լուսինը։ Նաեւ 16:06 րոպեին Երևանի ժամանակով լուսինը լարված դիմակայություն կկազմի անսպասելի փոփոխությունների մոլորակ Ուրանի հետ, 28 աստիճան ցու կենդանակերպում գտնվում է Ուրանը եւ 28 աստիճան կարիճում գտնվում է Լուսինը։ Դա իհարկե նշանակում է, որ ամսի 9-ին խորհուրդ չի տրվում կարևոր գործնական հանդիպում
հանդիպումներ նշանակել, կարևոր որոշումներ կայացնել, կարևոր ինչ-որ պայմանագրեր ստորագրել, որովհետև Մարսի եւ Ուրանի հետ լուսնի լարված փոխհարաբերությունները կարող են առաջացնել զանազան անկանխատեսելի զարգացումներ եւ նաեւ այլ անձանց կողմից այսպես իրենց պարտականությունները չկատարելու հակվածություն տա, այդ պայմանավորվածությունները խախտելու հակվածություն տա, այնպես որ ամսի 9-ին հունիսի որևիցե կարևոր որոշումներ մի կայացրեք, նամանավանդ, որ 18:55 րոպեին նաև լուսինը փոխելու է իր մորակային դիրքը եւ մուտք կգործի աղեղնավոր։ Երբ որ լուսինը փոխում է դիրքը, գիտեք, որ բարենպաստ ինչ-որ կարևոր գործեր, զարգացումներ, ծրագրեր մշակել եւ այլ նոր ծրագրեր մշակել։ 20:56 րոպեին Երևանի ժամանակով լուսինը գեղեցիկ եռանկյունի կկազմի լարված, բավականին այսպես ծանր բարդ դիրքում գտնվող, այժմ արդեն մայիսի 25-ից հետո ծանր բարդ դիրքում գտնվող Սատուրն սահմանափակումների մոլորակ Սատուրնի հետ չարագուշակ։ Այստեղ 1 աստիճան խոյ կենթանակերպում գտնվում է Սատուրնը եւ 1 աստիճան աղեղնավորում գտնվում է լուսինը։ Իհարկե բարենպաստ մորակային դիրք է, բայց այնուամենայնիվ, քանի որ Սատուրնը հանդիսանում է այսպես, գիտեք, որ սահմանափակումների մոլորակ, լարվածության մոլորակ, իհարկե այդ իսկ պատճառով դա անբարենպաստ է։ 22:55 րոպեին լուսինը նաև եռանկյունի կկազմի Նեպտունի հետ, որը բարենպաստ է ինչ-որ ապագայի ակնկալիքներ ստեղծելու, ծրագրեր մշակելու համար, նաև ապագան տեսնելու համար, եթե ունեք այդ ընդունակություն, անպայման դա օգտագործեք։ Այնպես որ հունիսի 9-ը բավականին բարդ եւ լարված օր է։ Հունիսի 10-ը բարեխառն օր է լինելու, հունիսի 9-ի լույս 10-ի գիշերը 1:57 րոպեին Երևանի ժամանակով լուսինը 6 անկյուն կկազմի նաեւ Պլուտոն մորակի հետ։ Գիտեք, որ երբ բարձրագույն մորակների հետ լուսինը փոխհարաբերությունների մեջ է մտնում, դա բավականին լարված ռազմաքաղաքական զարգացումներ է առաջացնում, ինչ որ գաղտնի պայմանավորվածությունների են գալիս ռազմաքաղաքական կենտրոնները եւ հետագայում մենք իմանում ենք, բայց արդեն դա որոշումը կայացրած է լինում։ Դե իհարկե հունիսի 11-ը մեզ մոտ լիա լուսինը բավականին լարված օր է 11:43 րոպեին կկայանա հունիսյան լարված լիա լուսինը 20 աստիճան աղեղնավորում եւ ընդհանուր առմամբ օրը բարեխառն է, օրվա սկիզբը բավականին լարված է լինելու այդ լիալուսնի պատճառով, այստեղ հյուրեր են եկել ինձ եւ արդեն օրվա վերջում 23:57 րոպեին լուսինը գեղեցիկ եռանկյունի կկազմի նաեւ Մարս մորակի հետ 26 աստիճան առյուծում գտնվում է Մարս եւ 26 աստիճան աղեղնավորում գտնվելու է լուսինը։ Կարող է կատարել նաեւ ամբողջ օրվա ընթացքում հունիսի 11-ին այդ լիալուսնի համար նախատեսված բոլոր արարողությունները եւ հմայախոսությունները, որոնք դուք կգտնեք իմ երկրորդ աստրոմագիա եւ թալիսմաններ YouTube-յան ալիքում։ Այնպես որ բաժանորդագրվեք նաև այդ ալիքից։ Ես առհասարակ որոշել եմ սահմանափակել եմ գործունեությունը Facebook-ում, սիրելի բարեկամներ, այնպես որ անպայման բաժանորդագրվեք YouTube-յան ալիքներից եւ Telegram-յան ալիքից։ Հունիսի 12-ին արդեն վաղ առավոտյան 5:54 րոպեին լուսինը մուտք կգործի այդ ճեղճուր կենթանակերպ եւ նույնպես բավականին լարված օր է, շատ բարդ օր է լինելու հունիսի 12-ից նախազգուշացնում եմ, որ կարևոր հանդիպումներ, կարևոր պայմանավորվածություններ, գործարքներ, պայմանագրերի կնքում տեղի չունենա հենց հունիսի 12-ին, որտեղ 6:53 րոպեին արդեն լուսինը լարված դիմակայություն կկազմի Յուպիտեր մոլորակի հետ, որը արդեն իսկ մուտք է գործել Խեցգետին կենթանակերպ եւ դա գալիք շաբաթվա կարևորագույն իրադարձությունն է մոլորակային։ Նախ ասեմ, որ հունիսի 9-ին 1:58 րոպեին Մերկուրին փոխելու իր դիրքավորումը եւ մուտք է գործելու Խեցգետին, որտեղ նա կմնա մինչեւ հունիսի 26-ը կապեւ հեռախոսակցության մոլորակը գտնվելու է Խեցգետնում, իսկ հունիսի 10-ին հենց 9-ի լույս 10-ի գիշերը 0:02 րոպեին Յուպիտերը մեծ երջանկության մոլորակ Յուպիտերը մուտք է գործում Խեցգետին, որտեղ նա կմնա մինչեւ 26 թվականի հունիսի 30-ը, այնպես որ
ես շնորհավորում եմ բոլոր ջրային նշաններին, հատկապես խեցգետիններին, ձեր առջև բոլոր դռները բացվում են, հաջողությունը եւ բարգավաճումը, բարեկեցությունը ուղեկցելու է ձեզ այս մեկ տարվա ընթացքում։ Իհարկե ես առանձին վիդեոով կանդրադառնամ, թե ինչ է նշանակում Յուպիտերի դիրքի փոփոխությունը բոլոր կենդանակերպերի համար։ Եվ ահա առաջին լուսնի եւ Յուպիտերի դիմակայությունը տեղի կունենա 6:53 րոպեին հունիսի 12-ին։ 0 աստիճան խեցգետնում գտնվում է Յուպիտերը եւ 0 աստիճան այդ եղջերում գտնվում է Լուսինը։ Եվ 8:06 րոպեին նաեւ Լուսինը լարված քառակուսի կձևավորի Սատուրն մորակի համանախապակումների մորակ Սատուրնը 1 աստիճան խոյկենտանակերպում է գտնվում։ Դե իհարկե Սատուրնի համար սա բարենպաստ է, որովհետեւ Լուսինը գտնվում է իր տիրապետության տակ գտնվող այդ եղջյուր կենտանակերպում եւ այնուամենայնիվ էմոցիոնալ լարվածություն, անորոշություն, այդ ամենը ուղեկցելու են ձեզ հունիսի 10-ի ընթացքում։ Միակ բարենպաստ մորակային հարաբերությունը, որը մենք կունենանք հունիսի 12-ին, դա Լուսնի եւ Սիրո եւ Գեղեցկության մորակ Վեներայի եռանկյունին 6 աստիճան ցուլ կենտանակերպում գտնվում է Վեներան եւ 6 աստիճան այդ եղջերում գտնվելու է Լուսինը։ 19:55 րոպեին նաեւ Լուսնի եւ Մերկուրիի դիմակայությունն ենք դիտարկելու 7 աստիճան խեցգետին Մերկուրին եւ 7 աստիճան այդ եղջյուր Լուսինը։ Հունիսի 14-ը բարեխառն օր է մեզ մոտ, սիրելի բարեկամներ, 12:51 րոպեին Լուսինը գեղեցիկ եռանկյունի կառաջացնի Ուրան մոլորակետ, որը բարենպաստ է կանխատեսման համար, հասկանալու համար ինչ է ձեզ սպասվում ապագայում, պես ուրամեցեք խորտատվության։ Իսկ ժամը 15-ին Լուսինը մուտք կգործի ջրհոս կենտանակերպ, 17-ից արդեն 10 րոպեին Լուսինը գեղեցիկ վեցանկյուն կառաջացնի Սատուրն մորակետ, իսկ 18:51 րոպեին նաև Նեպտունի հետ։ Նու բարդ օր է մեզ մոտ նաև հունիսի 15-ը, որովհետև 7:56 րոպեին արդեն Լուսինը լարված քառակուսի կառաջացնի Վեներա մոլորակից եւ գեղեցկության մորակ Վեներայի հետ եւ այսքանով գալիք շաբաթվա մոլորակային դիրքի փոխհարաբերությունները Լուսնի եւ այլ մորակների հետ ավարտվում են։ Ամեն դեպքում շատ կարեւոր շաբաթ է, վճռորոշ շաբաթ է, որոշակի ռազմաքաղաքական սրվածություններ, լարվածություններ, բարդ ինչ-որ զարգացումներ հասնելու են իրենց գագաթնակետին գալիք շաբաթվա ընթացքում, բայց ամեն դեպքում բարենպաստ է Յուպիտերի մուտքը խեցգետին կենթանակերպ եւ խեցգետնում գիտեք որ Յուպիտերը փառավորվում է, հասնում է իր զորության գագաթնակետին եւ հատկապես իհարկե բարենպաստ հենց խեցգետինների համար, որոնց արժեվ կբացվեն մշտապես փակ թվացող դռները։ Իսկ այժմ սիրելի բարեկամներ ներկայացնեմ կենտանակերպերի կանխատեսումները գալիք շաբաթվա ընթացքում եւ այսպես սիրելի խոյեր ձեզ համար ընդհանուր առմամբ բարենպաստ է լինելու գալիք շաբաթը։ Հունիսի 9-ից 12-ը լավ լուր արտասահմանից կամ նվեր։ Հունիսի 12-ից 14-ը կատարվելու շատ կարևոր գործնական հարցի լուծում, պետական դռան, աշխատանքի, պաշտոնի հետ կապված։ Այն ինչ որ վաղուց չէր ստացվում ձեզ մոտ սիրելի խոյեր, վերջապես կստացվի։ Հունիսի 14-ից 15-ը ջերմընկերական մթնոլորտում կկատարվի ձեր ամենանվիրական երազանքներից մեկը կուրախացնեն ձեզ նաև ձեր չափահաս երեխաները։ Սիրելի ցուլիկներ, ձեզ համար բարեխառն է լինելու գալիք շաբաթ։ Հունիսի 9-ից 12-ը զգուշացեք մեծ վարկեր կամ պարտքեր վերցնելուց, նաև էքստրեմալ իրավիճակներից զգուշ եղեք նաև ճանապարհներին։ Հունիսի 12-ից 14-ը լավ լուր արտասահմանից կամ նվեր եւ հունիսի 14-ից 15-ը կարևոր նպատակ իրագործվի պետական դռան հետ կապված կարևոր առաջարկություն գործնական կամ անձնական բնույթի։ Այս հյուրը չի ուզում հեռանա այստեղից
Սիրելի երկվորյակներ, բարեխառն է լինելու ձեզ համար գալիք շաբաթը հունիսի 9-ից 12-ը զգուշացեք զուգընկերների կամ գործընկերների հետ բախումներից։ Հունիսի 12-ից 14-ը լարված իրավիճակներ կարող է ստեղծվել, կարող է անհրաժեշտ լինի ձեզ շտապ գումար վերցնել, վարկով կամ պարտքով, բայց ես խորհուրդ չեմ տալիս հունիս ամսվա ընթացքում ձեզ ձևակերպել մեծ հիպոթեկներ, վարկեր, պարտքեր վերցնել առհասարակ, որտեղ հունիսը բավական բարդ ամիս է, սիրելի երկվորյակներ, ճիշտ է, ձեր ամիսն է, բայց բավական բարդ ամիս է։ Հունիսի 12-ից 14 արդեն ասացինք, որ մեծ վարկեր, պարտքեր մի վերցրեք, զգուշ եղեք նաև ճանապարհներին, սիրելի երկվորյակներ, իսկ հունիսի 14-ից 15-ը լավ լուր արտասահմանից կամ նվեր։ Սիրելի խեցգետիներ, ձեզ համար եւս բարեխառն է անցնելու գալիք շաբաթը, նամանավանդ հատկապես ամսի 10-ից հետո երբ Յուպիտերը մուտք կգործի ձեր իսկ աստղակեր բոլոր դռները, բոլոր հնարավորությունները բացվելու են ձեր առջև, առաջ եւ միայն առաջ։ Սիսրան դուրս գցեմ այստեղից։ Հունիսի 9-ից 12-ը կարևոր գործնական խնդիրներ են լուծելու, առօրյական խնդիրներ, աշխատանքի եւ առողջության հետ կապված խնդիրներ, սիրելի խեցգետիներ։ Հունիսի 12-ից 14-ը զգուշացեք ձեր զուգընկերների եւ գործընկերների հետ բախումներից։ Իսկ հունիսի 14-ից 15-ը հնարավոր են անսպասելի խնդիրներ առաջանան, անսպասելի մեծ գումարներ ձեզ անհրաժեշտ են, բայց մեծ պարտքեր կամ վարկեր մի վերցրեք, հունիսը լավագույն ամիսը չէ դրա համար։ Սիրելի առյուծիկներ, ձեզ համար եւս բարեխառն է անցնելու գալիք շաբաթը։ Հունիսի 9-ից 12-ը ձեզ կուրախացնեն ձեր երեխաները, բարենպաստ է նաեւ բիզնեսի համար այդ օրերը։ Հունիսի 12-ից 14-ը լուծելու եք ընթացիկ աշխատանքային հարցեր, առողջության հետ կապված խնդիրները կարգավորելու։ Իսկ հունիսի 14-ից 15-ը զգուշացեք զուգընկերների եւ գործընկերների հետ բախումներից, որտեղ հետագամ դժվար կլինի վերականգնել հարաբերությունները, սիրելի առյուծիկներ։ Սիրելի կույսեր, ձեզ համար եւս ընդհանուր առմամբ բարենպաստ է գալիք շաբաթը։ Հունիսի 9-ից 12-ը ընտանեկան հարցեր եք լուծելու, ծնողների հետ կապված հարցեր եք լուծելու, նաեւ թղթաբանության հետ կապված հարցեր են կարգավորվելու, այդ թղթաբանության հետ կարող եք շատ արագ ձեր բոլոր հարցերը ձեզ սիրելի կույսիկներ։ Հունիսի 12-ից 14-ը զբաղվելու եք ձեր երեխաներով, բարենպաստ է նաև բիզնեսի եւ հանգստի համար։ Հունիսի 14-ից 15-ը ընթացիկ աշխատանքային հարցեր եք կարգավորում եւ առողջության հետ կապված հարցեր, սիրելի կույսիկներ։ Սիրելի կշերքներ, ձեզ համար եւս ընդհանուր առմամբ բարենպաստ է գալիք շաբաթը։ Հունիսի 9-ից 12-ը կարճ ճանապարհ է գնալու եւ կարեւոր լուր կամ ծանոթություն է լինելու, սիրելիներս։ Հունիսի 12-ից 14-ը տան, ընտանիքի, ծնողների հետ կապված հարցեր է կարգավորելու եւ լուծելու։ Իսկ 14-ից 15-ը ձեր երեխաների ժամանակն է, զբաղվելու եք ձեր երեխաներով, հանգստով եւ լավ է նաեւ բիզնեսի համար։ Սիրելի կարիճիկներ, ձեզ համար բարեխառն է լինելու գալիք շաբաթը, բայց լավ լուրերից է սկսվելու։ Հունիսի 9-ից 12-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար, փող եք ստանալու, իսկ հունիսի 12-ից 14-ը կարևոր տեղեկատվություն եք ստանալու, կարևոր ծանոթություն, լուրեր, լավ լուրեր, որ վաղուց սպասում եք, սիրելի կարիճիկներ, կամ կարճ ճանապարհ։ Հունիսի 14-ից 15-ը տան, ընտանիքի, ծնողների հետ կապված հարցեր եք կարգավորելու եւ լուծելու։ Իհարկե կարիճիկները մի փոքր նեղված են, ինչու, որովհետեւ չարաբաստիկ սև լուսինը մինչև դեկտեմբերի 20-25 թվականի գտնվում է կարիճ կենթանակերպում, այնպես որ սրտին մոտիկ շատ բաներ մի ընդունեք, սիրելի կարիճիկներ, որտեվ այդ բոլոր լարվածությունները, այդ բոլոր բացասական էներգետիկաները դեպի ձեզ ներգրավում այդ սև լուսինը, դա ֆիկտիվ մոլորակ է այնուամենայնիվ, այնպես որ շատ լուրջ մի ընդունեք այդ բոլոր բացասական էներգիաները։ Սիրելի աղեղնավորներ, ձեզ համար բարենպաստ է գալիք շաբաթը։ Հունիսի 9-ից 12-ը զբաղվեք ձեր արտաքին հմայքով, տեսքով եւ գեղեցկությամբ։ Լուծեք գործնական եւ անձնական խնդիրներ, հաջողությունը ձեր կողմն է։
Հունիսի 12-ից 14-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար, փող եք ստանալու։ Իսկ հունիսի 14-ից 15-ը կարճ ճանապարհ է գնալու եւ լավ լուր եք ստանալու, սիրելի աղնավորներ։ Սիրելի այդ եղջյուրներ, ձեզ համար եւս բարեխառն է անցնելու գալիք շաբաթը։ Հունիսի 9-ից 12-ը կակտիվանան ձեր գաղտնի թշնամիները, զգուշ եղեք սիրելի այդ եղջյուրներ։ Հունիսի 12-ից 14-ը զբաղվեք ձեր արտաքին հմայքով եւ գեղեցկությամբ, լուծեք գործնական անձնական խնդիրներ, հաջողությունը ձեր կողմն է սիրելիներս։ Հունիսի 14-ից 15-ը ֆինանսական գործունեության համար է բարենպաստ, փող եք ստանալու։ Սիրելի ջրհոսներ, ձեզ համար եւս բարեխառն է անցնելու գալիք շաբաթ։ Հունիսի 9-ից 12-ը կատարվելու է ձեր ամենանվիրական երազանքներից մեկը, ուրախացնելու են ձեզ նաև ձեր չափահաս երեխաները։ Հունիսի 12-ից 14-ը ակտիվանալու են ձեր գաղտնի թշնամիները, զգուշ եղեք սիրելի ջրհոսներ, իսկ հունիսի 14-ից 15-ը զբաղվեք ձեր արտաքին հմայքով, տեսքով, գեղեցկությամբ, լուծեք գործնական եւ անձնական խնդիրներ, հաջողությունը ձեր կողմն է։ Սիրելի ձկնիկներ, ձեզ համար ընդհանուր առմամբ բարենպաստ է լինելու գալիք շաբաթը, նամանավանդ որ մեծ երջանկության մոլորակ Յուպիտերը մուտք է գործելու Խեցգետին եւ դա խիստ բարենպաստ է ձեզ համար, հատկապես երեխա ունենալու, սիրո համար, ընտանիք կազմելու համար, այնպես որ սկսվում է ձեզ համար խիստ բարենպաստ ժամանակահատված։ Սիրելի ձկնիկներ, հունիսի 9-ից 12-ը կարևոր գործնական հարց է լուծվելու ձեզ համար, լինի պետական դրան հետ կապված, պաշտոնի հետ կապված, աշխատանքային խնդիր է կարգավորվելու, այն ինչ որ դուք վաղուց սպասում եք կկատարվի եւ կկարգավորվեն բոլոր չլուծված խնդիրները։ Հունիսի 12-ից 14-ը եւս կարևոր նպատակ է իրագործվելու, երազանք է կատարվելու ձեզ համար, սիրելի ձկնիկներ, կուրախացնեն ձեզ նաեւ չափահաս երեխաները կամ կարևոր ծանոթություն, եթե արդեն վաղուց փնտրում եք ձեր երկրորդ կեսին, մեկ անգամ արդեն հիասթափվել եք, ապա շատ հեռանկարային ժամանակահատված է։ Եվ հունիսի 14-ից 15-ը զգուշացեք գաղտնի թշնամիների ակտիվացումից եւ հնարավոր է անցյալից ինչ-որ տեղեկատվություն բացահայտվի ձեր անցյալից ինչ-որ կարևոր մութ տեղեկատվություն բացահայտվի, այնպես որ զգուշ եղեք։ Ահա այսքանը սիրելի բարեկամներ այն մասին, թե ինչ է մեզ սպասվում հունիսի երկրորդ շաբաթվա ընթացքում։ Անպայման բաժանորդագրվեք աստղային խորհրդատու Աննե Հաղվերդյանի YouTube-յան ալիքին, կիսվեք այս վիդեոներով սոցցանցերում, անպայման բաժանորդագրվեք նաև իմ Telegram-յան ալիքին, բոլոր հղումները կլինեն այս վիդեոյի տակ նկարագրության մեջ, եւ գրեք մեկնաբանություններում ինչպես են իրագործվում իմ կանխատեսումները եւ նաև ձեր տեսակետը, թե ինչու են ինձ այդքան հալածում եւ անիծում այս անիրավ թրքապատակ իշխանությունները, ինչ եմ ես իրանց արել, բացի ճշմարտությունը ներկայացնելուց ոչինչ չեմ անում, դե իհարկե նրանք վախենում են հենց ճշմարտությունից։ Ստեսություն սիրելի բարեկամներ, կհանդիպենք։